Նախ մեկ համար պիտի գարտամ ձեր հետ, այս շաբաթ, այս մտքի մեջ էի, ինչպես գիտեք ամեն շաբաթ տարբեր մտքերու մեջ եմ, բայց անցյալ շաբաթվա շարունակություններն են, անցյալ շաբաթվա շարունակությունն է, 5 շաբթի օր արի, որ սերդողություն արեցինք, այս թեմայով խոսեցանք, նայեցեք Սաղմոս 84, 7-րդ համարը ինչ կսե, Սաղմոս 84, 7-ը, գսե հետևյալը, Ազո հետևորդ հավատացյալներում համար է խոսքը, Ազո ժողովուրդին համար է խոսքը, գսե անոնք, ուրեմն Ազո հետևորդները, զորութենե զորություն պիտի երթան։ Մինչև որ Սիոնի մեջ Աստծո առջև երևնան։ Ուրեմն խոսք, խոստում եւ ուղղություն։ Ազո հետևորդները գսե զորութենե զորություն պիտի քայլեն մինչև օրը, եւ մենք գիտենք, որ օրվա մասն է խոսքը, Տիրոջ առջև գայնեն։ Ասել է Հիսուսի վերադարձը։ Մինչև այն օրը խոստում է այստեղ, որ հավատացյալները քրված է, զորություն է զորություն, ասել է բարձրանալու ընթացք։ Այսօր այստեղ ենք, վաղը այստեղ ենք, հաջորդ օրը այստեղ ենք, հոգևոր ձևով եմ խոսում։ Ուրեմն Աստված կսե իմ ժողովուրդս մինչև իմ առջևս կան, ամեն օր պիտի ավելի զորանան հոգևորապես։ Ամեն, համաձայն ենք։ Ասի խոստում է։ Հիմա հարցումս հետևյալն է, արդյոք այս խոստումը գադարված է, կամ դեռ պիտի սպասենք, որ գադարվի։ Գադարված է, ասել է, որ Հիսուս Քրիստոսով զգսավ, մի քանի երդասատներով ժողովրդի, զգսավ Աստված իր մեր մեջ աշխատի, որպեսի զորութենե զորություն մեծնանք, հոգևոր աճ, ամեն օր ավելի, զորութենե զորություն, նաև այդտեղ կա հոգևոր զորության մասին, Սուրբ Հոգի լեցնության մասին, Տիրոջ գործերը կատարելու մասին, մի խոսքով զորություն, հոգևոր զորություն։ Եվ երբ որ ես այս բանը գարտացի, ասի բնականաբար ես, որ այս տարի է հավատացյալ եղած եմ, պետք է ավելի զորացած ըլլայի այսօր, քան թե իմ անցյալ օրերում։ Եվ բնականաբար ոչ թե 10 տարի անգամը, այլ ամեն օր ավելին։ Եվ սկսա մտածել, ես ինձ համար հարց տվեցի, ուզեմ այդ հարցը ձեզ գիտալ, հալելույա, արդյոք դու տեսնում ես, որ մեծանում ես հոգևորապես։ Ես չեմ հարց քեզի։ Սուկիրք կսե, որ օրե-օր հավատացյալը Հիսուս Քրիստոսի հետևորդը պիտի զորանա եւ ոչ երբ պիտի գա։ Ինչու՞, քանի որ Հիսուս խաչին վրա կատարեց այն ինչ որ արգելք են, որ հոգեվորապես մեկը մեծնա, Հիսուս խաչին վրա կատարեց, Սուրբ Հոգիով մեզ եկավ, որպեսզի անոր ուզենա Հիսուսով քայլի ամեն օր ավելի զորանա։ Եվ այս բանը ինչու կսեմ ձեզի, քանի որ կտեսնեմ, որ այդպես չի, հալելույա։ Շատերուս մեջ կտեսնեմ, որ այդպես չի։ Գսպասենք 2 տարի անգամ մի հատ լավ կոնֆերանս մանենք, որ զորանանք։ Գսպասենք մի հատ լավ գիրակի օրը, որ մի բան լինի, որ զորանանք։ Բայց խոստումը գսե, եւ անոնք զորութենե զորություն պիտի երթան, պիտի քայլեն, ասել է պիտի ապրին։ Զորութենե զորություն պիտի ապրին, ամեն օր ավելի, զորանալ ավելի, աղոթքը ավելի զորավոր, ծառայություն ավելի զորավոր, Սուրբ Հոգի գործերը ավելի զորավոր, հրաշքներ կատարել, օրհնություններ կատարել, քարոզներ ընել, գնալ ավելի զորանալ, ամեն օր ավելի։ Եվ հիմա որ մենք մեզ գնայինք, որ եւ սկսա այստեղ ասի ինչու մենք այսպես չենք, ինչու ես իմ մասին խոսում մեկը չնեղանա, իմ մասին, ինչու ես ամեն օր զորություն չեմ երթա, ինչու համար ես ամեն օր ավելի մեծ գործեր չեմ երթա, ինչու համար իմ աղոթքս ավելի չի զորանար ամեն օր, հալելույա, ինչու համար ես ավելի գրակով լեցված չեմ, այսօր երեկվնե ավելի, ես հարցը գնամ, քանի որ այս համար ես լրջությամբ կարնեմ, հիմա, երբ որ այս համար կկարտանք, նայ բոլորը դուսինք հա մեծանում ենք, այո, եթե ես 10 տարվա հետև նայեմ իմ կյանքս, նորմալ է, 10 տարվա մեջ ես մեծացել եմ, հալելույա, դու իմ հետ, ամեն, բայց խոսքը 10 տարվա մասին չէ, խոսքը երեկվնե այսօրվա մասին է, նորմալ է, որ ես 30 տարի առաջ ապաշխարեցի, հիմա որ գնայım,
մի քիչ բաներ մի եղել է 30 տարվա մեջ, բայց այս խոսքը 30 տարվա մասին չէ։ Այս խոսքը ամեն օրվա մասին է։ Եվ այստեղ է որ ես հարց կսկսի գլխիս մեջ բարձրանալու որ ամեն օր քո աղոթքը ավելի զորավոր, քո ծառայությունը ավելի զորավոր, քո հնազանդությունը ավելի զորավոր, քո ինչ գտնամ ավետարանությունը ավելի զորավոր, ինչ որ Տիրոջ մեջ ես ամեն օր ավելի պիտի զորանաս։ Ինչու համար այսպես չէ, եւ կմտածեի այսօր մասին, սիրելի քույր եղբայրներ, այս շաբաթ երբ որ կմտածեի իմ օֆիսիս անգյունը, բյուրոյիս անգյունը տեսա որ փոշի կա։ Ասի երթամ փոշին բերեմ, ասպիրատորը, ինչ կսեմ փոշագուլ, հա հայերեն։ Փոշագուլը, ասպիրատորը, հուվերը, նայեցեք ով վեզի մի գտի դե, այ մեկը դարբեր բան կսեմ։ Ասի երթամ ասի բերեմ, այս փոշին մաքրեմ։ Աչքս չի սիրել փոշի տեսնել։ Եվ կացի բերի, հիմա անում եմ չի մաքրում, անում եմ մեքենա բայց աշխատում է։ Մեքենա այսպես կաշխատի հուվերը, բանը ասպիրատորը բայց չի կաշել։ Ցերկս տրի, տեսա չի կաշել։ Ռոզինը սիվորս թափենք ասի։ Այսի արդեն ասի մերած վիճակ է։ Կաշխատի բայց չի կաշել բանը։ Եվ պիտի մտածեցի մի հատ լավ բան մտնենք ավելի լավ առնենք եւ այլն։ Միջ այդ միտքս եկավ ասի մեկ հատ երթամ բանան մեջը եւ դեսте բացեր էի մեջը մաքուր է, բաց չի գա։ Բայց ֆիլտրը, գիտեք ֆիլտրը որն է։ Այդ ինչպես կսեն, ձակ է։ Ուրեմն երբ որ նայես մաս մաքուր է։ Մաս մաքուր է, բամը չի գա։ Հիմա մեկ հատ բռնեցի, այսպես էր։ Հենց այսպես էր, փոշի լավ, ամբողջ սենյակը։ Ասի վայ, որքան փոշի կար մեջը։ Դուրս ելավ։ Ձեզ կսեմ մի 30 րոպե, այսպես ձեզեցի որ փոշիները երթա։ Մեջը լեցուն փոշի կար։ Եվ այնքան փոշի կար, որ էլ ուժ չուներ քաշելու։ Բայց երևույթին լավ էր, մաքուր էր, լվացված էր, ռոզը գլվա այնպեմները, լավ է, մաքուր է, մեջը մաքուր է, ամեն ինչ նորմալ, բայց ֆիլտրը, ծագերուն մեջ պստիկ, փոշիները հավաքվեր է, անչափ հավաքվեր է, որ արդեն բռներ են ծագեր է, ուրեմն մեքենան դաշխավի, բայց ծայնալ գա, բայց խոր չի գա, Բողոս Արաքյանը ինչ կսե, ձնձղայի ծայներ գուդան, գբորանք կգան չեք իվան, բայց պամը չգա թիմացը, 10 տարի կկարոզես, պամը չեղավ, մարդուն կկարոզես, պամը չլար, գաղոթես, կարդես թե ոտի մեջ կխոսես, գահասկնակ, ինչու, ուրեմն այդտեղ ես սկսա մտածել, կանի որ, ասի որ ուրեմն անպայման իմ կյանքիս մեջ այս ասպիրատորին նման բաներ մգա, որ բռներ է, լավ լսեցեք, բռներ է, որ ես լավ չքաշեմ, չձծեմ, եթե գուզեի, կամ չծարայեմ մի խոսքով, մի բան բռներ, որ իմ հավատքս չմեծնամ ամեն օր, մի բան կամ մի բաներ, 30 րոպե ժողովուրդ, եւ այդ ֆիլտրը որ ցես բիդի նկարեի, հետո հիշեցի որ ասի լավ գլակ, ասոր ֆրանս կսա մտածել, լավ նկարեի ցես այդ փոշիները որ այդ փոքր ֆիլտրեն դուրս են գալիս, բաղված քանի դարվա մեր ասպիրատորին մեջ։ Մեր հավատքը չի մեծնար, քանի որ մեր էներգիան, լավ լսեցեք ինչ կսեմ, մեր զորությունը հոգևոր ուրիշ բան է որ գծծե։ Մեր հոգևոր զորությունը, որ գսե ծեր զորությունը պիտի մեծնա, այդ զորությունը որ Սուրբ Հոգին տված է մեզ, ուրիշ բաներ կքաշեն եւ սրա համար մենք չենք մեծնար հոգևորապես։ Մեկ հատ համար պիտի գարտամ, միասին Օվսիա գիրքը երթանք, անոնք որ Օվսիան արդեն սկսան գարտալու, այս մեր ընթացքի մեջներ Օվսիա գարտալը, դասընթացքը որը սկսենք 7-րդ գլուխ։ Օվսիա 7-րդ գլուխ։ Համար 9-րդ համարը գարտանք, հետո մյուս համարները պիտի գարտանք։ Եվ երբ որ ես սկսա մտածել, թե ինչ բան կա, որ իմ հավատքս դարբեր կամ իմ հոգևոր կյանքս դարբեր բանի վրա կաշխատի։ Սերը կհոգնեցնե, կոնսյումե գսեմ ֆրանսերեն, կգրլե ինձ, կձծե իմ ուժս ուրիշ բաներու մեջ։ Մեծ հարց տեք, դուք էներգիա ունեք, ծեր էներգիան, ծեր զորությունը շատ բաներ կքաշեն։ Եվ կարևոր բաներու ուժ չեք ունենալ։ Եվ այդպես սկսա մտածել ինչ բան կա, որ իմ հավատքս կձծե։ Լա հոգևոր մանտալ մտքերս
Մտքերս գեթոնացած չէ հոգևոր բաներու վրա, ուրիշ բանի վրա է։ Ֆիզիկական նաև գծծե իմ ուժս, ֆիզիկական ուժս, որ այնքան այդ բանի վրա եմ, որ ես արդեն ուժ չունեմ գնալու մեկ մոդուն այցելելու կամ հերացայնելու կամ խոսելու կամ հոգևոր բաններու խոսքով։ Այնքան սպառված ենք հոգևորապես, գլուխով, ֆիզիկապես, մեր ուժերը գծծեն այս շատ մտաներ, որ մենք չենք կարողանում ասպիրատորի նման, այս փոշագուլի նման մեր գործը հոգևոր կատարել։ Ասում ենք հոգևոր ենք, այո գսենք հոգևոր ենք, գսենք մենք Հիսուս ունենք, գսենք մենք ազոժողով ենք, այո ինչպես այդ փոշագուլը, որ ինքը աշխատում է, բայց իր գործը չկատարել։ Մենք գսենք որ հավատացյալներ ենք, մենք գսենք որ Հիսուս ունենք, մենք գսենք որ քրիստոնյա ենք, այո, բայց զորություն է, զորություն չես մեծնալ։ Գսես որ դու ես, այո, բայց այդ զորությունը, հավատքի զորությունը, որ Տերը անոր համար քեզ բահեց միջավ այսօր, այդ բանը դու չես ուներ։ Այստեղ համարը գսեի ներորդ համարը։ Աստծո ժողովրդի մասին է խոսքը, լավ լսեցեք հոյակապ համար է։ Օդարները գսե անոր զորությունը գերան ու ինք թեր չեր գիտեր։ Օդարները, հիմա գիտեմ ինչ օդարները։ Օդարները Աստծո ժողովրդի զորությունը գերան, եւ թեր անոն տեղյակ չէին։ Իսանդու տեպագս է ֆրանսերեն։ Եվ նույնիսկ չէին դեսներ, որ են ժողովությունը գերտա, տշտամիները զորությունը կարնեն, ինքը դեղյակ չի, նույնիսկ միջև այդտեղ հասած է։ Ով, ալելույա միջև հասկացակ թեման, օդարները, շատ մպաները զորությունը կծծեն գսեին ժողովորդիս, և թեր իրենք դեղյակ չեն։ Զորությունը կգործնցնեն, դեղյակ չեն։ Ինգեր գնացնեն, բիդի մերլին գսեք իչետո, բայց դեղյակ չեն։ Չեն կասկածիր, որ այդպես բան կա։ Այսինքն հոգևոր ճշմարտություն է։ Հարցումս ինչ բան ինձ կդատարկեցնի։ Qu'est-ce qui me vide? Ինչ բան կա իմ կյանքիս մեջ լավ լսե, որ քո ամբողջ էներգիան տանում է։ Քիչ առաջ հղիներու մասին խոսեցանք, հղի մասին խոսեցանք։ Հղին բեբեկը, որ աշտապ է, իր ամբողջ մարմինի զորությունը քաշում է։ Ողջ ամեն քույրիկներ մանավանդ։ Իր ամբողջ էությունը, մտածելակերպը, եղբայրը մենք այդ հարցը չենք գիտել, մենք քույրիկներին նայելով գիտենք։ Այդ որ ուրեմն ամեն իր ամեն զորությունը կքաշե։ Էներգիան, միտքը, խելքը, գլուխը, բնավորության գիծեր ամեն ինչ։ Ինչպես։ Երազնալ ուտում է։ Հիմա հարցս իմ հետևյալը որ ինչ բան կա իմ կյանքիս մեջ, որ իմ էներգիաս կքաշի։ Ինչ բան կա, որ ինչ օդար եկ որ գսի, ասել է ոչ աստվածային բաներ։ Օդարը է, ոչ թե օդար մարդը, օդար, չէ, օդար մարդը ասել է ոչ աստվածային, օդար հոգևոր բաներ, կամ օդար մտքեր կամ կորձեր, աստուծո կորձեն զատ, աստուծո կորձեն թուրս, շատ բաներ, լավն այսեք, արդեն հասան կամած սկսակ հասկնալու, որ ինչ, որ շատ բաներ իմ ուժերս, իմ մտածելակերպս, իմ էներգիաս, իմ գետրոնացումս, եկեք նա ցուցակ գնենք, տեսնենք ինչ բան իմ կյանքիս մեջ որ իմս եւս ենք սատիկին կամ մհերին նույնը չի։ Ես ուրիշ բաներ ինձ մհերին ուրիշ բան կլուբ, սատիկին ուրիշ բան։ Հասկանա՞ք, բայց հավատացյալը հենց այստեղ ես այստեղ մի բան սկսա մտածել, ասի եթե ես հիմա չմտածեմ թե ինչ բան իմ ուժս կվերցնե, գրված է այդտեղ չէ, կարծացինք առանց գիտնալու իմ ուժս պիտի գորի եւ պիտի վերջանա։ Մի անգամ պիտի տեսնեմ որ ես ներել եմ արդեն հոգեվորապես։ Մի անգամ եմ պիտի տեսնեմ որ էլ աղոթքի սիրտ չկա, էլ եկեղեցի չկա, այլ սուպ չկա, այլ աստված, մի անգամ եմ, բայց միջև այդ կամած քաշել է իմ միտքս, իմ սիրտս, իմ էությունս, կամած այդ դվյալ բաները քաշել է, ուրեմն պետք է մեմը գանքնեմ եւ ասեմ որ ինչ բան իմ էությունս կքաշի։ Ինչ բան իմ ամբողջ կետրոնացումս կքաշի, օդարները գսե անոր զորությունը գերան, ինձ զորավոր բարը գերան, այդ զորությունը գերան, եւ թեր գսե ինք չէր գիտեր։ Վտանգավոր բան է, եթե մեկը քեզ ապտակի, դու գիտես որ ապտակվեցան,
բայց երբ որ մեկը քեզ քողանում է եւ չես գիտեր որ դու կքողացվիս, այդ ավելի վտանգավոր է։ Դու գիտես դու նդ քող եկավ, թող ինձ դուրս է։ Բայց երբ որ քո ընկերդ մտավ քո դունը եւ սկսել է քողանալու եւ դու դեղյակ չես, դա ավելի վատ է։ Եվ ասենք ասե իրեն ինչ ժողովուրդը զգերան, բայց իրեն դեռ չգիտան որ գուտվին։ Այս ամենը վտանգավոր բան է։ Հալելույա։ Ուրեմն ասել է որ իմ մեջ կա, որ ես պետք է կանգնեմ մտածեմ, իմ ցուցակը սնեմ, ինչ բան կա իմ կյանքիս մեջ, որ ինձ գուտե։ Գտնամ այսպես ասել հասկացա, չէ՞։ Ինչ բան կա, որ իմ միտքը սկուտ է, իմ էությունը սկուտ է, իմ ամբողջ էությունը զոնկացել է, իմ ամբողջ միտքս այդտեղ գետնացած է։ Հալելույա։ Հենց հիմա նույնիսկ գլուխը դնդեր է։ Վալա։ Հասկացա, հենց հիմա գլուխս այնտեղ է։ Եվ ասիկա գտեսնեք ժողովուրդ, եթե անգերց նստինք, ընկերային, նստինք, անգերց խոսինք, գտեսնենք, որ մեր գլուխները, էությունը ամեն դրվել է այդտեղ։ Հիմա մեկում ասե, ոնց ես, ինչպես ես, առաջին խնդրեմը, որ իրեն ախի բռնել է, այդ սրա մասին կխոսի քեզի։ Հիմա մին է գիտի, գա, բայց այդպես է ընդհանրապես։ Ինչ բան բռնել է ինձ, իմ համար այդ կարևոր է։ Եվ երբեմն անոր համար ժամեր, օրեր, էներգիա գործընծնեմ, մտահոգված եմ, ամեն ինչ պետք կոնտրած, մարդու հետ քորչունիմ, սիրտում այդ մարդուն հիմա խոսելու, ես կարևոր բանով սպառված եմ, ուրեմն իմ ամբողջ ուժս կտանի, էներգիա, հոգևորապես միտքս, էությունս կտանի, ժողովուրդ Աստված մեզի չէ ստեղծած, որ մենք հարցեր լուծենք։ Աստված չէ ստեղծած, որ մեր էներգիան գնա օդարներին։ Աստված տվել այդ էներգիան, այդ զորությունը, այդ միտքը, որ այդ կործածես իր բարգի համար, որպեսի զորութենես զորություն մեզնաս։ Աստծո, եթե Աստված քեզի մեկ տվել է, այդ մեկը իրեն համար կործածի գլա 3, 3-ը տվել է իրեն համար կործածի գլա 6, 6-ը տվել է 6 իրեն համար կործածի գլա 12։ Ինչու՞, քանի որ Աստծո սիստեմը այդպես է։ Դված է, որ գրտնաբադի հետ քո մեջ։ Դված է, որպեսի ավելին դա։ Բայց որ դված է, դու այդ դվածը արել ես եւ գսկսես կոր Սարգիսի, Հակոբի, Գոշիգի, Ավտոյի հետ կսպավիս, այդ էներգիան հոն գնաց, Աստված հետ չի դարձնելու քեզ հետ։ Այդպես է որ շատ մեծ էներգիա գործընծնենք։ Ոգս ամեն։ Ցուցակ մը ինչ են այսօր քո հոգևոր մեծանալու արգելքները։ Տարիներ առաջ եւ վստահ երբ որ մարդու հետ կխոսի կսեք ապաշխարեք, շատեր ինչ կսեն, չեմ գնալ ապաշխարել ախպեր, հիմա սիգարետ եմ ձխում։ Մարդը գսե ես սիգարետ կձխեմ, չեմ գնալ ապաշխարել։ Ուրիշը գսե չեմ գնալ ապաշխարել, քանի որ կկողանամ։ Մյուսը գսե չեմ գնալ ապաշխարել, քանի որ էս, քանի որ այն։ Իր արգելքները այդ ապաշխարելով, որ ինքը թրել է այդ արգելքը։ Ինքը իրեն։ Հիմա դու որ հավատացյալ ես, ինչ կարգիլ է որ դու ավելի առաջ երթաս։ Ինչ կարգիլ է որ դու ավելի զորանաս։ Ինչ կարգիլ է որ դու միսիոնար լաս, ինչ կարգիլ է որ դու հովիվ լաս, ինչ կարգիլ է որ դու մեծ հոգևորապես կորձեր կատարես, ինչ կարգիլ է մեր հարցուր։ Վստահ եղիր, մեկը գսե գինես, մեկը գսե զավակս, մեկը գսե կորձս, մեկը գսե ինչ գիտամ այդ։ Մեկը մի բան ամեն ինչ գտնենք։ Հենց այն քո էներգիան կողանում է։ Ինչ որ դու ես ասում։ Ամեն։ Հասկացաք միտք այսօր։ Իմ ժողովրդի զորությունը գուտկերան եւ իրեն չսկացին։ Վաու։ Եվ միջայդ այդ ժողովուրդը պետք է զորություն քայլեր։ Աստված այս աշխարհի մեջ ինչեր պիտի դնի այդ մարդկանց միջոցով եւ այդ մարդիկ դերված են եւ դեղյակ չեն։ Ինչ կսեք ժողովուրդ։ Այո, դեր ողորմի, այդ բաներ որ մեզ կհոգնեցնեն, այդ բաներ որ մեզ կներացնեն, կցավացնեն, այդ բաներ որ ինչպես մեր էներգիան կքողնան, այդ բանը որ մեզ կմեգուսացնեն երբեմն։ Բանումը պատճառով ոչ մեկուն երեսը չի ուզում տեսնես։ Այդ բանը հենց քեզ քողացավ։ Այն դու որոշի ինչ է այդ։ Շատերը անպայման փող շահելու ետև են գերտան, այդ սրա պատճառով իրենց հոգևոր զորությունը գրավ։ Վերջերս մեկ ասավ ես կուզեմ ծառայել Տիրոջ, հալելույա։ 2 օր հետո կորց գտավ գիրագի օրերը։ 2 օր հետո կորց գտավ գիրագի օրերը։ Հետո իրեն ասեցի որ լավ, դու գուզեի ծառայել, ես ինչ անամ։ Կորձ է, նորմալ է։ Լավ գեցա։ Ստոպ։ Ինչու։ Այդ կորձի վրա, չեմ ասեմ մեղք է կորձները, գնան աշխատին, փոխշային, հալելույա, բայց ոչ թե Տիրոջ հաշվին։ Ոչ թե հոգևոր մեծնալու հաշվին։
Իմ հոգևոր մեզնալու առաջին կարևորն է, որ ես հոգևորապես զորութել է զորություն կայլեմ, de force en force, que c'est ֆրանսերեն, ամեն օր զորանամ, ոչ մի բան պետք չէ ինձ արգիլ է, ուրեմն ցուցակը դրե ինչի կարգիլ է քեզ, որ դու մեզանաս։ Շատերը այնքան սպառված են իրենց տելեֆոններով, ինտերնետով, ընկերային հարցերով, ժամերով կանցնեն Instagram-ի վրա եւ գեշ ժամ չեն անցնել դիրոջը հետ, ժամերով կանցնեն խաղերով, հիմա նորություն գա, նույնիսկ ծերերը խաղերու մեջ մտերեն։ Ինտերնետի խաղերի մեջ, տելեֆոնի մտերեն, ժամերով գխաղան, ժամերով տելևիզիոն գտիդեն, թրկական ֆիլմեր գտիդեն, հայկական ֆիլմեր գտիդեն, ֆրանսական ֆիլմեր գտիդեն, ժողովուրդ ջան, բայց այդ նույն մարդիկը գիրագի ուքան դերը գսես զորացուր իմ հավատքս, ոնց զորացնեմ քո հավատքը, երբ որ դու ուրիշ բան քողանում ես քո էներգիան։ Հալելույա։ Էսա մեր խնդրեմը, ուրիշ բան կքողանա իմ էներգիաս եւ ես ուզում եմ որ դիրոճմո հաղթական քայլեմ։ Ո՞վ չի ստացվի։ Քո ժողովուրդը կքողնան գսե եւ դու դեղյակ չես։ Հիմա ես քեզի դեղեկացնում եմ հենց, որ դու չասես դեղյակ չէի։ Հալելույա։ Բիդի մտածենք, բիդի նստենք եւ ասենք ոչ։ Իմ զորանալու համար ես պետք չէ իմ արգելքներուց դեր ժամանակ տամ։ Ես պետք է կապեցնեմ ամեն ինչ, քանի որ ես կուզեմ մեծացնել։ Պետք է մտածենք Աստծո վրա ժողովուրդ։ Անչափ կարևոր է այս թեման, որը սկսա մտածել։ Բայց հետո հարց տվեցի ես, արդյոք մեր եկեղեցին, որ գիրագի պիտի քարոզեմ, արդյոք մեր եկեղեցի եղբայր քույրերուն համար այնքան կարևոր է հոգևոր զորությունը։ Ասիկա քեզի գինա։ Իսկապես հոգևոր զորությունը կարևոր է քեզի։ Քանի որ որքան կարևոր է, այնքան մյուս բաներում պիտի թողես։ Բայց դա քիչ կարևոր է։ Չես թողնելու։ Եվ որ մարդը այսօր նստեր է, ասեք մի բանի Ետևեն գվազդեիր ենք ստոպ, հոգևոր բաներով զբաղվի, մարդը չի կարող թողնել այդ բանը, իրեն համար շատ կարևոր է, բայց ուրեմն իրեն համար հոգևորն այնքան կարևոր չի, եկեղեցիքանով չենք մեծանա հոգևորապես օտոմատիկ ձևով, պետք է որոշում անենք, որ հոգևոր մեծանալը ինձ համար կարևոր է, եւ անոր համար եկեղեցին կարևոր է, սուրբ գիրքը կարևոր է, եղբայր քույրերը կարևոր են, աղոթելը կարևոր է, հնազանդելը կարևոր է, սուրբ գիրքը կարդալը կարևոր է, քանի որ ես կուզեմ հոգևորապես մեծանալ։ Բայց ես հոգևորպես չեմ ուզել մեծանալ, ինչու եկենք եկեղեցի ուքանք։ Իմաստ չունի։ Եթե ես զորություն դիրոջ առաջ ելնելու նպատակ չունեմ, բայց մենք եկեղեցի ինչու կանք։ Եթե մեր նպատակը դիրոջ առաջ ելնել չէ իր թիմացը ելնել, իր հետ լինելը, իր գործերով իր առաջ ելնել, եթե նպատակ չէ մեր կյանքի, մենք հասկացա։ Ուրեմն քո առաջնագարկը պրիորիտետ ուր ես դրել։ Հալելույա։ Անոնք կսեր են զորությունը գերան եւ իրենք դեր չէին գիտեր։ Հիմա ես քեզ կսեմ հիմա պիտի գիտնասնու։ Եվ պիտի որոշես զորությունը պիտի թողնես որ ուդեն, մի խոսքով պիտի թողնես որ քողը կա կոդունը ներս մտնե եւ քո ամեն սիրած բաները կողանադանի եւ դու նստես ասես գիրագի քո հետ կխոսամ։ Այդ ես ուզում անես, ոչ թե քողը որ գալիս ասում ես, «Էй, ուր ես գնում դու»։ Հասկացա՞ք։ Դոնք քողը կողնա այդ մտքերը ուքան մեր մտքերը կքողնան, այդ իրավիճակները մեր զորությունը կքողնան, հոգնությունը կքողնան, առողջությունը կքողնան։ Այդ բոլոր հարցերը, քո առողջությունը հոգնած է, այսինքն չի գնացա, հարց քեզի, ինչու չի գնացա։ Մտածեցի Սարգիսի մասին, օրինակ։ Ահա, թող Սարգիսը քնի։ Հասկանում եք, այդպես բաներ բռներ են ես, որ մենք իմ համար կարևոր չի Սարգիսը։ Կարևոր չի, թող գնա կարևոր չէ Սարգիսը։ Ես կուզեմ դիրոջ հետ մեծանալ, աղոթի այդ րոպեին, օրինակի համար։ Ժողովուրդ ջան, այս քաղտիկ բաներ են, քաղտիկ որ գսեմ տեխնիկներ են, որ եթե մենք չսովորենք, մենք բեր ուժը պիտի գնա եւ մենք դեր պիտի նստենք 10 տարի հետո նորը պիտի կանք այս եկեղեցին, եթե սրանք դերմերը գլինի, պիտի կանք պիտի ասենք դեր զորացուր իմ հավատքը։ Բայց մենք մինչեւ 10 տարի գիտեք ինչ է պիտենք։ Ինչ է պետք է անեմ, ես դու մենք ամեն օր ինչ տեսակ մարդ պետք է լանք։ Ամեն օր պետք է հոգևորապես մարդ, լեցուն, զորություն կայլող մարդ պիտանանք, բայց մեր զորությունը, էներժին, բռները կողանա ժողովուրդը, կողանա վիճակները, կողանա այս, են, հասկացաք չէ ժողովուրդ։ Հիմա որ կգարտամ այս ամոսյակրքի շարունակությունը, ես այդտեղ գարձեք փանալի մգուտադերը մեզի այդտեղից դուրս գալու համար։ Գուզեք որ չկողանան քո զորությունը։ Գուզեք չէ չկողանան, գուզեք զորութենե զորություն քայլի, բանալիկ այստեղ։ Գնես, եթե ես բանալին հասկացար եւ գնազանդիս, դու գործնվես։ Չես հնազանդի, նույն ցեվով կգնանք ամեն օր նույն ցեվով։ Եվ նայեցեք, երբ որ այստեղ օրինակ կգառնեմ, հիմա շատ արագ բիլսեմ, բայց քոնե միտք ասեմ ցեզի։
Ինչու համար Իսրայելի ժողովուրդը իրենց զորությունը գքողանար թշնամին եւ իրենք տեղյակ չեն կամ իրենք չէին հասկանար ավելի շատ։ Ինչու։ Կարդացի։ Այս 8-րդ համարը մինչև 16 համարը 7-րդ գլխում 8-ը մինչև 16 կարդացի եւ այդտեղ արդեն կարեւոր բանալի բառեր կան այդտեղ։ Ինչու համար իմ սատանան ինձանից գրնա քողնալ իմ ուժը, իմ զորությունը, իմ միտքը եւ ես շարունակեմ իմ կյանքս կարծես դեր գնամանա Տիտանիկին պատմությունը ֆիլմը տեսա Տիտանիկը։ Տիտանիկը գնգղներ, ահագի մարդ գմերներ, այդտեղ չուտակ նվակողները նվակում են։ Նվակելով տողմերին, գիտեք այդպես։ Չէ, ասում եմ։ Ժողովուրդ, մենք երբեմն հոգևորապես Սուրբ Գիրքը գսեմ էզի, հոգևոր զորությունդ կորցրել ես։ Եվ դու գսես, ինչ անենք այսպես է։ Չէ։ Դու զորություն գնացող մարդ պետք է լաս, եթե Հիսուս ունես, անոր պետք է ապաշխարես։ Եվ եթե ապաշխարած ես, մեհադալ ապաշխարի այդ առումով, որ դու զորություն պետք է գնացող մարդ ունես։ Եվ իմ որ գտես որ այդպես չի, քանի որ չես աղոթել, դու քիչ ասա, մեկս մեր կյանքը գիտենք։ Չենք աղոթել, զորացած չենք, լեցված չենք, հրաշքներ չենք գնել, գործերում մեջ չենք, Հիսուսով քացենք իմամովս դևեր հանեցեք, դու մի հատ դեր չես հանած կյանքիդ մեջ, մի հատ չես հանած։ Ինչու։ Հարց, ինչու։ Մի հատ դեր չես հանած կյանքիդ մեջ, ինչու։ Այդ հարց, ինչու։ Նախանցախնդիր չես կովրել, որ ես ինչու ախպերի այդ մարդը չեմ եղել։ Ինչու համար ես Սուրբ Օքիով այս գործը չեմ արել, Սուրբ Օքիով այն գործը, ինչու չստացվում իմ մոտ։ Ինչու։ Ես նախանցախնդիր եմ ասում եմ նորմալ չի։ Կամ հավատացյալ չես այախբեր։ Եթե հավատացյալ ես խնդիր ունես, եթե չես կարողանում։ Քանի որ զորություն պետք է երթաս, մեծ գործեր կատարես Տիրոջ բարքին համար քրված է։ Իմ ամենովս կսավ, պիտի գնա ամբողջ աշխարհը։ Մենք եկենք ամբողջ աշխարհ չենք երթա, մի անգոնես կողան կնստենք։ Եվ եթե եղանակը լավ է, եթե եղանակը լավ չէ։ Եթե երկերը լավ են, գասկրանք մենք մեզ այսպես կոմֆորտի մեջ դրել ենք, միջա դերը գսե քողանա սատանան քեզ մեջ։ Զորությունը որ դվեր եմ կողացել է, նայիր վիճակդ, հոգևոր վիճակդ մեմդես։ Արել մեկում խոսում եմ այսօր։ Հոգևոր վիճակդ էս նորմալ չի։ Հիմա նորա հարց քեզի, իսկապես կարևոր է քեզ այս թեման։ Իսկապես կտեսնես որ եղբայր Աստծո խոսքը մեզի ուրիշ տեղ կտանի, մենք նստեր ենք եւ գկոհանանք մեր տկարության մեջ։ Հիմա ամեն մեկու թե որ քիչ խոսենք, ամեն մեկը պիտի ասես, հա, հովի ջան, պետք է այսպես անենք, պետք է այդպես անենք, պետք է այդպես անենք։ Լավ բան գիտենք։ Հարց, բա ինչու չես անում։ Պետք է անենք գիտենք։ Պետք է անենք, բա ինչու դու։ Հովի մեջ է, դու։ Քանի որ այն հոգին որ հարուցանեց Հիսուս Քրիստոսը կրված է, ուր կբնադի ձեր մեջ։ Այն հոգին որ Բողոսին մեջներ քո մեջն է, այն հոգին որ ինչ գիտնամ Մատթեոսին մեջներ քո մեջն է։ Նույն հարուցանող Հիսուս Քրիստոսի հոգին քո մեջն է։ Բայց ինչու՞ համար անոնք զորություն մեծ գործեր կատարեցի եւ մենք նստել ենք այստեղ գկոհանանք մեր վիճակով։ Հալելույա։ Հալելույա։ Այստեղ երբ որ կգարտամ 8-րդ համարը մինչև 16 համարը մեկ բառ տեսամ, մեկ բառ եկավ մեջտեղ։ Ֆրանսերեն գսա այդ բառը։ Ne pas être entier devant le Seigneur. Ամբողջովին չլինենք, ամբողջ չլինենք։ Գիտեք, երբ որ մեկը ամբողջ չէ, ամբողջական չէ, ներողություն, Աստծո առջև խնդրեմը կսկսի։ Այս ժողովուրդը ամբողջական չէ Աստծո առջև։ Այո, բայց, գիտեմ, բայց, գսիրեմ, բայց, գհավատամ, բայց, ամբողջականը, եթե այո է։ Այս մարդկանց պրոբլեմը հավատացյալներ էին Աստծո ժողովուրդը, բայց սատանան գքողնար իրենց մեջ իրենք տեղյակ չէին ինչու, քանի որ իրենց հավատքը իրենց պայմաններուն մեջն է։ Իրենք էին թրել այսպես։ Օրինակներ դեմ շատ արագ պիտի տեսնեք։ Եփրեմը գսե ժողովուրդներուն հետ խառնվեցավ։ Եվ գսե չթարցված շոթի գլմանի, գաթոմն է որ գսե գաթոմ գիծա, դարգանտակ է, որ միամ մեկ կողմը եփված է, չեն թարցուցած որ մյուս կողմը եփվի։ Անոնք որ գաթո գեփեն իրենց դունը, միամ մեկ կողմը եփին է, այդ գաթոն գաթո է կամ գաթո չէ։ Ինչու՞ համար քուրի ճան չես թարցնում մյուս կողմ։ Պիտի թարցնես որ մյուս կողմն եփվի։ Ուրեմն առաջին բանը այս մարտիկը 50-50 են Աստծո հետ։ Մեկ կողմը եփված է, գիրագի արդուները միամ եփված է։ Երեք շաբթի օրը եփված չի, չորեքշաբթի եփված չի։ Հասկացա՞ր։
Իմ Եփրեմը գսե իմ ժողովուրդը գսե խառնված վիճակի մեջ են գես այո ոչ այո չեն գիտեր հա այո եւ այլն բայց ինչու միան մեկ մասը եպված է մյուս մասը ինչու եպված չէ ինչու միան հոգեվորներու հետ հոգեվորես եւ ոչ հոգեվորներու հետ ոչ հոգեվորես այդ ինչ վիճակ է հալելույա գաթոն գեսը եպված է հարցուր բիսկոմը թող այդ միրա ինչով գլինես Եփրեմը այդ հրյա Իսրայելի ժողովրդի խնդրեմը է Առաջին գես շարունակենք նայեցեք քաղաքներ են ասում երկրորդ բանը քրված է եւ Իսրայելի գսե հպարտությունը իր թեմ գելն է հպարտությունը ով է հպա եւ շարունակենք գսե սակայն անոնք գսե դեր աստուծույն չեն թառնար հպարտ են գիտեք ով է հպարտը երբ որ գսե ես այսպես եմ Սատանան գկողնա քո զորությունը եւ դու թեր գեցեր ես սկսես ես այսպես եմ։ Այդ հպարտության նշան է։ Սատանան գկողնա ժողովրդի զորությունը եւ իրենք թեր չեն ուզեր փոխվել, ազդու չեն թարմար գսե։ Չեն ուզեր փոխվել, թարմար փոխվելու համար։ Ով գսե ամեն դրեսեք ինչ է, ցեզի գուտա միջոցները, եթե դու այսպես մարդ, եթե չփոխվես, դու պիտի կողծվիս։ Եվ եթե արդեն ուշ է։ Աստուծո չեն թառնար գսե։ Դիրագյորերը կթառնան, բայց ոչ բոլորովին։ Ապաշխարեն պաշտամունքի ընթացքին, բայց ոչ բոլորովին այն թեմաները, որ իրենք կուզեն ապաշխարել։ Հեշտ է, չէ՞։ Այն թեմաները, որ ես կուզեմ ապաշխարել, կապաշխարեմ հեշտությամբ։ Բայց այդ թեմաները, այդ նյութերը, որ ինձ չի հետաքրքրեր, բայց դերը թրած է մատը վրան, այդ չեն ապաշխարել։ Թող Աստված ինձ օրհնի, թող Աստված ինձ լավն է։ Թող Աստված երեխաս օրհնի, թող Աստված մանուկս, այս շատ լավ, բայց Աստված անգի առաջ պիտի սե որ թուն պիտի ապաշխարես։ Եթե միջև դու չապաշխարես։ Ուրեմն լավ է որ մենք մեր թեմաները ուզածնից Տիրոջ առջև կբերենք, բայց չենք ուզել որ Աստված իր ուզածը մեր առջև բերե եւ ասի որ ես գիտի վրա։ Հասկացաք միտքը։ Մենք գելենք Տիրոջ առջև մեր թեմաներով, բայց չենք թողնի որ Աստված ինքը կա իր թեմաներով մեր թիմած ասելու համար Սարգիս եղբայր զավակ սիրելի, այս հարցի մեջ խնդիր ունես դու։ Ուրեմն դատարյալ չդարձան գսե Աստծո, էսի հպարտություն է։ Երրորդ բանը որ արագ գարտամ եւ գսե համար 11 Եփրեմը գսե ուրեմն Իսրայելը միամիտ եւ անխելք է։ Գիտեք ինչու։ Նայեցեք շարունակությունը։ Եգիպտացիները կգանչեն եւ ասորեստան գերտան։ Ասել է որ օրը եգիպտացիների հետ, օրը ասորիների հետ։ Ասել է որ դու հաստատ չես հավատքիդ մեջ։ Օրը ես ասում։ Օրը ես ասում։ Օրը գասես Տեր Հիսուս Քրիստոս, հալելույա, քեզ գսիրեմ, դու իմ դերն ես, բրգի, հաջորդ օրը ուրիշ բան։ Գսե որ իմ ժողովուրդս անխելք է։ Աստված գսե։ Անխելք եւ միամիտ։ Որ չգա որոշում։ Օդը ուր կփչի այնտեղ գերտա։ Ինչ կլսի անոր մասին գխոսի։ Ինչ կսեն անոր կպատասխանի։ Չարը գսեն չարը կպատասխանի։ Լավը գսեն լավը։ Ախպեր, հաստատվի, իմացիր դու ով ես։ Եվ որ դու չես գիտեր դու ով ես, պիտի կողծվիս, պիտի կողնան քո մեջ են սատանան։ Պետք է որոշում առնես դու ով ես, ուր գուզես երթալ, արդյոք դու այդ մարդն ես, որ հոգևորապես պիտի մեծանաս։ Իսկ եթե Սարգիսը եկավ եւ քեզի գարքիլ է իր խոսքերով կամ իր առաջարկներով, դու հոգևորապես մեծանաս, Սարգիսին պիտի վրընդես նույնիսկ քոդից հետ։ Հասկացաք միտքս։ Քանի որ իմ նպատակս Տիրոջ սովորության մեջ մեծանալ է։ Ես չեմ գրնար ասել, հա Սարգիսին չնեղացնեմ, մհերին չնեղացնեմ, Քրիստիկին չնեղացնեմ, բայց եթե այս մարդիկը ինձ հագարակ են, իմ հավատքիս հագարակ են, ես ո՞նց կարամ շարունակեմ։ Անորմալ ժողովուրդ ջան, հաստատուն լինելը որոշում առնելու, քանի որ հոգևորապես մենք ուզենք մեծանալ։ Ամեն։ Իսրայելի ժողովուրդը կկողտնային իրեն կամաց, քանի որ այդ մարդիկը հաստատուն չեն։ Ինչ ասես, այդ թեման կխոսենք։ Գեդեվիկ ժողովուրդ, լավ է միտքը հասկացակ որ երտանք։ Չենք ուզեր, որ ոյ մեկ ձևով քու զորությունդ, էներգիադ, միտքդ կողծվի։ Քանի որ դու այդ մարդը չես, դու այն մարդն ես, որ Աստված քեզ մով մեծ գործեր պիտի դնի։ Ամեն։ Քիչ ավելի առաջ երտանք։ Համար 13-ը գսե, վայ անոնց ինձ մեկը փախչին։ Ժողովուրդը
Աստուծո մեկը բաճի, ինչ որ քիչ առաջ է, Աստված գուզե իրենց ասել, նայիր, այս թեման կա, բայց դու չես ուզել լսել այդ թեման։ Ինչպես։ Վալա, ցեր չի տալիս, ապիս, ցեր չի տալիս, իր դինոջ ասած խոսքը իմ սիրտը չի ուզում։ Բայց պիտի անես, քանի ոչ իթեր չանես, քո զորությունը պիտի դու օրը պիտի կանես, պիտի չաղոթես, զորություն բիչունես աղոթելու, ժողովուրդ փոքր բաներ են ասում, անորոման է որ Աստվածի ժողովրդին գսե լավ լսե, այսպես ամփոխչական եղիր իմ հետ։ Մեկ adեն չէ, ամփոխչական եղիր իմ հետ, քանի որ եթե դու այդպես չլինես, դու պիտի կողծվիս եւ դու նույնիսկ այակ պիտի շլաս որ հավատքդ կորել է եւ դու Սամսոնին բախտությունը գիտեք, չէ։ Աստված իր վրա են հանեց ուժը եւ ինքեր չեր գիտեր որ ուժը կացել էր։ Ինչպես պատահեց, մե անգամից չէ։ Ինքնա, քիչ մեզ աղջիկին հետ, քիչ մե այդ աղջիկին հետ, քիչ մե էս անենք, վնաս չունի, Աստված հալելույա, այ ախպեր։ 14-րդ համարը գսե եւ իրենք անգողնիներուն վրա գսե գողպային։ Քիշերները գողպային, ասելով քիշերները արդու գեսոր իրգուն էս մարտիկը իրենց խնդիրի վրա գողպան գխանքարվին, գմտածեն, գտշկոհին, գփողոքին, ժողովուրդ մենք փողոքող ժողովուրդ չենք։ Փողոքական ընտանիք են եկած ենք, մենք փողոքում ենք սխալ վարդապետությունը, բայց ոչ թե մեր կյանքը։ Հասկացաք, մենք փողոքական չենք փողոքի։ Ինչը լա թողնա։ Այս սերիկս այդ է որ եւ իրենք անգողնի մեջ կսեն, այդ նույնիսկ քիշերները վերջին անգամ երբ չի քնացած մեկ պատմության պատճառով։ Հատնայի հենց սրա համար այդ չքնանալը քո ուժը կառնե։ Ամեն քիշեր 8 ժամ քնացեք ամենեն քիչը։ Անկիստ։ Դիրոջ առաջ եկեք պիտի քնեմ մինչև առավոտ։ Քնի 8 ժամ ամենեն քիչը։ Մի թող որ ովևէ մեկ բան քողանա այդ քո զորությունը, այդ քո հանգիստը, այդ քո քունը որ Տերը տալիս է որ քեզ զորացնի, որպեսզի հաջորդ օրը ավելի զորավոր լինես։ Ամեն։ Եվ որ ես աստվածապանական դպրոց կերտայի քննություններ ունեին, շատ զորավոր կպաներ։ Եվ այդտեղ ամեն աշակերտները միջև արդու ժամը 7-ին, միջև արդու ժամը 2-3 քիշերները 10-ին սովորում, արդու գալիս էին աչքերին այսպես ժամը 7:30-ին մեկ սկսում էին արդու 7:30-ին աչքերին ուրած, խանգարված, չքնացա, քննություն գապան։ Դու ինչ ասի, չէ, ես ժամը 8:30-ին, հանգիստ 10-երս գանտնեցրեցի, աղջիկիս հետ խաղացա։ Միջև ժամը 10:30 հետո քնացա։ Ինչ լա թողնա, բիդի ցախողիմ, էմենաշ չունի։ Ինչ է խնդրեմս։ Իմ խնդրեմս ինչ է։ Ես հոգևորս չգործընծնեմ միան։ Եվ իրենք բոլորը ցախողեցան, ես առաջին երա բոլոր դպրոցին։ Էդ ասեմ իմացեք։ Միջեմա ոնց կա գրված այդտեղ։ Դեր միջեմա այդ միշտ չեն արել ոչ մեկը։ 1975 20-ի վրա։ Ինչու՞։ Կամ խելացի չեմ ես ասեմ, իմաստունալ չեմ, ես պարզապես ասեցի դեր դու ես կարևոր իմ համար։ Հասկացա՞ք, իմ էներգիաս ես ինչու պիտի գործընծնեմ։ Իմ հոգևորս պետք է պահեմ արդուն։ Մի կարծեք որ եթե լավ աշխատիկ շատ փող պիտի շահիկ։ Մի կարծեք որ արդուն պիտի մնա լավ տեղ պիտի հասնի։ Ոչ, Տիրոջ հետ եղուղն է, որ միշտ հաջողություն պիտի գտնի։ Հոգևոր աճն է որ քեզ հաջողություն գտա։ Քո առողջությունը չէ, անցած շաբաթ ինչ ասի, մի անգամից գլուխդ կգանգնի եւ ներողություն դեբիլ կլաս։ Մեկ անգամից։ Ադու մնա չես կնա վստահի։ Հալելույա։ Ամեն։ Ուրեմն ես ինչի վստահ եմ։ Եթե ոչ, միայն Տեր Հիսուս Քրիստոսի զորությամբ։ Հալելույա։ Ամեն։ Հալելույա, հալելույա, ժողովուրդ ջան։ Ուրեմն նայեցեք ինչ կսա այստեղ հոյակապ համարը։ Անոնց կսե սրտով ինձի չաղաղագեցին։ Նույնիսկ աղոթքը կատարյալ չէր։ Սրտանց չէր, քանի որ մեկ սիրտին մեկ մասը այդ խնդիրին վրա կապված էր։ Շատ անգամ ինչ կաղոթենք, դեր քո կամքը դլա, քո կամքը դլա, միջ այդ դու արդեն կամքը կատարել ես։ Այդ բանով որ դեր կամքը ես կուզեմ, բայց դու արդեն որոշել ես կամքը, քո կամքը ներքևից։ Կսե անոնք նույնիսկ ինձի չաղաղեցին, անոնք կսե ծորենի և քինի համար հավաքվեցան, ծորենի և քինի համար, շահ, փող, շահ, ուտելիք, խմելիք, հանգիստ, կոմֆորտ, այս ամենն է ծորեն և քինին, ուրեմն կսե անոնք նույնիսկ չաղոթեցին, վերջին անգամ երբ որ գաղոթեիր, ներողություն, գործիք մասին մտածեցիր, փողի մասին մտածեցիր, աղոթած ժամանակը շահելու մասին մտածեցիր, մի էսեր ոչ, այո Այո, աղոթած ժամանակը քու շահերիք մասին մտածեցիր։
Այդտեղ ուրեմն այդ շահերը քեզ գուդեն ժողովուրդ ուդում են, գուդեն գոր, այստեղ արևը դա կարևոր է, գուդեն գոր, գծում են քեզ, եւ դու հաղորդում ես ասում փառք քեզ դեր միջած ուդվում ես ամեն կողմից։ Հալելույա։ Դերը գսա այդպես չէ։ Ես կուզեմ ցեզ այնքան զորությունով լեցնել, մի թողեք որ այս բաները ուդեն ցեզ։ Ուրեմն աղոթքի մեջ, փառապանության մեջ, ես կդեսնեմ միշտ կսեմ, նույնիսկ մեր բաշտամուտներում մեջ կետրոնացում չկա։ Գլուխնից այնտեղ է, հենց բրծնեն երթամ այդ մարդուն զանգելու։ Օրինակ, բայց դու ստեղ դիրոջ մեջ տեսնում ես բրծնես, չբրծնես, մոռացի դիրոջ հետ։ Աղոթում են գսե, բայց սրտերին իմ հետ չէ։ Սորենի եւ քինի մասին կմտածեն, թե պետք է համար 19-ից ինչ քերեցիկ խոստա այստեղ։ Թե պետք է ես անոնք խրադեցի ու անոնց բազուկները զորացուցի, սակայն ադիգա ինձի չարություն զեբեցին։ Վաու։ Աստված գսե մարդկանց արտնացել եմ ամեն օր։ Ձերքերում ուժ եմ տվել, ոտքերին ուժ եմ տվել, բարձրացրել եմ, խոսել եմ, քիչ մարդին գսե կամ քիչ ավելի առաջ գսա եւ իրենց ժողովներուն մեջ ես խոսեցա, այս գիրագյովը մեր բաշտամուտներն են։ Ժողովների մեջ ես խոսեցա, քաչաներեցի, զորացուցի, բայց դեր իրենք շարունակում են ուրիշ բաներով վրա, այնքան կարևորություն տալ, ել հիմա Աստված ինչ անի ժողովուրդ։ Հիմա ինչ անի, երբ որ քեզ ամեն ինչ կնե, գխոսի, գզորացնե, Սուրբ Հոգին կղրկի, բայց դու դեռ կապված ես քո քորձ դուն դեռ ես այն հասկացանք, բայց այն մնալու է այստեղ այդ բոլորը։ Դու հիմա որոշում պիտի առնես, որ դու ես իմ կյանքիս նպատակը ինչ, մեկ խոսքով այդպես ասենք։ Կյանքիս նպատակը ինչ է։ Մենք պետք է ամբողջական լինենք, անցի դիրոջ առջև։ Եվ ես ձեզ մի բան կասեմ։ Եթե քեզ համար անչափ հոգևոր աճը կարևոր չէ, խնդրեմ, կեղծավորություն մի արա։ Եթե իսկապես իմ համար հոգևոր աճը, զորանալ ամեն օր ավելի Հիսուսով, եթե իմ համար այնքան կարևոր չէ, կեղծավորություն չանենք, ոչ ազժար չէ, ոչ մենք մեզի, ոչ ալի պար։ Ուրեմն որոշի քեզ համար որն է կարևորը։ Անոնք զորութեն է զորություն բիլի երթան։ Գներեք իմ համար, վստահ եմ շատերս իմ հետ այդպես եք։ Հոգևոր զորությունը իմ համար շատ կարևոր է։ Դեր ես չեմ գիտեր ինչ ունիմ, ինչ չունիմ, ինչ կունենամ, ինչ չեմ ունենար, 5 տարի հետո ինչ կլա ինձի, 2 տարի հետո ինչ կլա, բայց ես մեկ բանի համար պայքարիմ, որ զորությունս, հոգևոր զորությունս չկանգնի։ Ավելի զորանա, վաղը այսօրվնի ավելի։ Եվ անցյալ շաբաթ հիշեք ցեզի մեկ բան ասի, վերջին գետը անցյալ շաբաթա, հենց այս ռոբեն հիմա հնազանդվի Տիրոջ։ Հենց հիմա։ Քիչ հետո չես իմանում։ Զորությունը ուքա եւ որ այս վարդյանի մեջ ես Տիրոջ ամբողջովին կնվիրվեմ։ Այս վարդյանից մեջ։ Մտահոգված եմ վաղվա համար, օքեյ, մի մտահոգվիր։ Մի խանգարի դու այս վարդյանը ամբողջական եղիր Աստծո։ Ասելով որ իմ վերջին ռոբես է այս աշխարհի մեջ։ Մտածի, վերջին ռոբետ հիմա է այս աշխարհի մեջ։ Ինչ կանես։ Հարևանի մասին կմտածես ոչ։ Երեխայի մասին կմտածես ոչ։ Ինչ կանես։ Ամենակարևորի մասին չես մտածել, կամ քո վերջին ռոբետ հիմա է։ Հենց այն ժամանակ դու եւ Աստված այսպես գաբի մեջ կմտնես։ Քան վերջին ռոբետ եմ, հաջորդ ռոբեն իրեն մի տեսնես։ Հալելույա։ Երևակայ հաջորդ ռոբեն Հիսուսին մի տեսնես։ Քո իրավիճակը նայր ինչ կլինի։ Կարևոր մնացած բաներում գնայիս, գսես որ Բողոս Արաքյալն ինչ ասավ, բոլորը գսես ցեղ սեբեցի։ Ինչու ցեղ սեբեց, քանի որ այդ ռոբեն գասկնա եւ մենք ցեղ չենք սեբեր, մենք ոսկիներ գսեբենք մեր 4 կողմինները։ Բայց դերը գսե ամենը ցեղ սեբեցի, քանի որ Բողոս գսե ամեն ցեղ սեբեցի, քանի որ հասկացա իմ կյանքից նպատակը։ Ուրեմն որոշի սիրելի քուրի եղբայր քու Դիրոջ արջև, լավ լսե ինչ միսեմ, դիրոջ արջև, կեզ արկիլողը, որ դու հոգևոր բայց մեծանաս, ինչ է, այդ բանից կդրվիր, հավատքով կդրվիր, և իմացիր, դու չանես, բան չի պոխվելու, ինք անի կարևորը, երբեմ մենք կկարծենք, որ եթե ես չանեմ, չի ստացվելու, եթե ես չխոսիմ Սարգիսի հետ, չի պոխվելու, եթե եկեք անգերձը լանք, դու ես ով եմ, ուրեմն իմ կործս հոգևորապես մեծնալը կարևոր է,
Հալելույա։ Որոշի ինչ ես անելու, եթե չորոշես եւ այդ արգելքեն չգդրվես, լավ լսի, գամած պիտի վարվիս եւ վերջանաս հոգեվորապես։ Եվ բիդենաս այս Իսրայելի ժողովրդին դես, որ մեկ կողմեն Աստված կսե, մյուս կողմեն ուրիշ բան գնե, այս ամենն վտանգավորն է։ Ինձ նեղացնողը գիտեք ինչ է ընդհանրապես, անհավատացյալները չեն, անհավատները չեն։ Գիտեն, անհավատեն կխոսի իրենց, բայց հավատացյալները որ բան մգսեն եւ ուրիշ բան մգնեն, վաու։ Հիսուս ուշադրությունից որում բարգացավ փարիսեցիներուն։ Մեղավոր գնոջ չբարգացավ։ Մյուս մեղավորներուն չբարգացավ։ Անոնք որ սկսան հավատքով բաներ մխառնել խառնողներին։ Այդ Իսրայելը գսե որ խառնվեցավ օտարների հետ, օտար մտքերի հետ, օտար բաները բերավ հոգևորի հետ խառնեց, այդ մարդիկ են վտանգավորը։ Օտար որ ասեմ, օտար մարդու մասին չի խոսքս, հա։ Օտար մտքեր, Աստուծո խոսքից դուրս։ Սրանք սիրելի քույր եղբայրներ։ Տերը մեզ կգանչի, որ մենք այդպես ամբողջական անտիե ժողովուրդը լանք։ Կատարելապես տանք իրեն եւ ինքը ըլլա լավ լսեցեք մեր առաջնակարգը։ Փյոյդեն, հալելույա։ Անցելորը որում գսի, կարծեմ վրեժինսի, եսի որ չափ տարիքնից կառնենք։ Որ չափ մարդիկ, որ ուշ կմոտենան հավատքի, ասենք 50-60 տարեկանեն հետո, այդ մարդիկը կանտրաթարնան, եւ որ հավատքի կմոտենան, գգիտնան, որ անչափ տարի Աստուծո հերու ապրել են, բանը չէ ստացվել իրենց մոտ, ավելի շուտ կմոտենան Աստծո ասելով որ ախպեր արեցին չա։ Երիտասարդներն ագգարձեն, որ իրենք լավ աշխատելով դեղ պիտի հասնեն։ Հասկանաք ամենը տարբեր դեղ է, բայց որ դիրոջ կմոտենաս, դերը գուզեմ մեզ մի բան հարցնել, հասկացնել։ Քո ընտանիքդ բահողը դու չես, քո առողջությունը բահողը դու չես, քո աբական բահողը դու չես, քո դասյարակող երեխաների դու չես, դու պարզապես պետք է լինես իմ մեջ, իմ հետ, ես պիտի լինեմ առաջինը։ Եվ այն ժամանակ, հալելույա, եթե Հիսուս պիտի լա քո առաջնագարկը, մի բան ասեմ, ամենից ուրախ մարդը դու ես։ Եվ Հիսուս կուզե որ մենք ամենից ուրախ մարդը լինենք։ Զորություն, ուրեմն մեր աղոթները վերանայենք։ Այսօր աղոթքը լսի, վաղը նորեն լսի, նա իր փոփոխություն կա։ Եթե չեղավ ապաշխարի, ասե պիտի փոխվի։ Քանի որ ես ունեմ Հիսուսով Սուրբ Հոգի զորությամբ օգնությունը, որ մենք փոխվենք։ Ամեն։ Փառքը իրեն։ Ուրեմն չծծվենք, այլ փոխվենք։ Ամեն։ Գսվի չես խոսքը։ Հալելույա, փառավորվի մեր Տերը։ Ամեն, ամեն եւ ամեն։ Փառք Հիսուսի։ Եկեք աղոթենք։